Եթե ուզում եք պատրաստել օրիգինալ եւ գեղեցիկ քաղցրիկներ, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է։ 3 հավկի թխարնում ենք հարիճի օգնությամբ եւ քիչ-քիչ ավելացնում 100 գրամ շաքարավազ։ Պետք է այն փրփրի եւ ծավալը մեծանա մի քանի անգամ։ Ավելացնում ենք նաեւ փխրեցուցիչ, վանիլի եւ շարունակում ենք խառնել այն։ 100 գրամ ալյուրը ավելացնում ենք անպայման մաղելով 2 անգամից։ Պետք է ստացվի այսպիսի խտության խմոր։ Ջեռոցի ամանի մեջ ուղղաթուղթ ենք դնում եւ լցնում խմորը մի փոքր հեռավորության վրա։ Այն թխելու ենք նախորոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 5 րոպե։ Քանի դեռ այն տաք է, զգուշությամբ հեռացնում ենք յուղաթղթից եւ մի կողմից խմորը իրար միացնելով ստանում ենք այսպիսի տեսք։ Այն շարում ենք ափսեի մեջ եւ ցանում շաքարի փոշի։ Մնաց դեղձը կտրատենք ոչ մեծ կտորների եւ այն տեղադրելով մեր քաղցրիկների մեջ ստանանք կալայի տեսք։ Պատրաստման ընթացքը այնքան հեշտ ու պարզ է, որ այն կարելի է պատրաստել անգամ երեխաների հետ միասին։ Դե ինչ, անպայման պահպանեք բաղադրատոմսը եւ պատրաստեք այն։ Նաեւ չմոռանաք միանալ ինձ այլ համեղ բաղադրատոմսեր գտնելու համար։ Իսկ ես նշեմ, որ կալանները ոչ միայն նուրբ են տեսքից, այլև ունեն շատ նուրբ եւ թեթև համ։ Այն կարող եք պատրաստել եւ վայելել ձեր աշնանային տաքուկ երեկոների ժամանակ սուրճի կամ թեյի հետ։ Բարի ախորժակ։